Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ ու արագ կարող եք դիտել Vkontakte-ում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Vkontakte-ում ենք։ Արտակի զանգերի ցուցակն է, պարոն Դավթյան։ Ապրես, ազատ ես։ Չհասկացանք։ Ռաֆի համար ինչ գործ ունես ցուցակի մեջ։ Ես ինչ ես անում դու, Ռաֆ։ Ես ինչ ես անում։ Եկար բալես։ Հա, տատ, Դավիթի հետ էի հաշտվել ենք։ Վայ, ինչ լավ բան ասեցիր։ Շատ ուրախ եմ, որ վերջապես իրար հասկացել եք։ Տատ, ամեն ինչ շատ լավ է։ Ու վստահ եմ, որ ավելի լավ է լինելու, եթե… Եթե ինչ, Մարիա։ Մարիա։ Դավիթի գործը դատարան է հասել։ Մի քանի օրից դատնա լինելու։ Ոնց թե դատնա լինելու։ Տատ, մենք էլ էինք քո պես զարմացած, բայց ինքս եմ տեսել ծանոթում ու կարդացել։ Իմ սիրտը շատ հանգիստ է։ Ուզում եմ 100 հատ դատ անեն Դավիթի հետ։ Ես համոզված եմ դրանից Դավիթը մեղավոր չի դառնա։ Մեկ ուշ թե շուտ ամեն ինչ ջրի երես է դուրս գալու։ Ու մեղավորը հանցագործը կպատժվի, որ այսքան ժամանակ ազատ պտտվել է։ Տատ, Ռաֆի դեմ ոչ մի ապացույց չկա։ Լավ, արի տխուր բաներից չխոսենք, հա։ Ասա տեսնեմ, ցեղավ որ հաշտվեցիք, իրար հասկացաք։ Դե, ամեն ինչ կարևորը, որ հիմա շատ լավ է։ Ու այսօր շատ լավ որ ենք անցկացրել միասին։ Ես ինձ սիրահարված թորնիկ ունեմ։ Տատ, չեմ թաքցնի։ Դավիթին շատ եմ սիրում։ Այնքան շատ եմ սիրում, որ այսօր ես եմ իրեն առաջարկություն արել ամուսնության։ Ոնց, Մարիա, ոնց թե առաջարկ։ Տատ, լուրջ եմ ասում, մի ծիծաղի։ Ես ուզում եմ մինչև այդ չարաբաստիկ օրը Դավիթի կինը դառնամ։ Մարիա, ուրեմն ոնց թե ես եմ առաջարկել, այսպես տնկի ես եկել Դավիթի առաջ և ամուսնության առաջարկ ես արել։ Տատ։ Տատ, այնքան ծիծաղեցիր, հիմա ճնշումդ կբարձրանա։ Ախր ոնց չծիծաղեմ, այդպիսի բաներ ես ասում, որ… Վայ, Մարիա։ Կներես, մամ, բայց դու ինձ ուրիշ տարբերակ չթողեցիր։
Լավ, վերջ, հանգստացա։ Հիմա ասա տեսնեմ, ոնց եղավ, որ տենց որոշման հանգեցի։ Տատ ճիշտ է, առաջարկի հեղինակը ես եմ, բայց Դավիթն էլ դեմ չի։ Ինքն էլ ուզում, որ մենք շատ շուտ միասին լինենք։ Անհամբեր եք ախր ինքան խնդիրներ կան։ Ոնց եք հասցնելու ամեն ինչ կազմակերպել։ Տատ ինձ ոչ մի ճոխություն պետք չի։ Ես ոչ մի բան չեմ ուզում։ Ես ամենաշատ այս պահին ուզում եմ, որ Դավիթի կողքին լինեմ։ Ուզում եմ, որ միասին լինենք ու միասին ապրենք։ Այս խնդիրները հենց ստիպում են, որ չսպասենք։ Ես փորձում եմ ծիծաղել, փորձում եմ թեթև երևալ։ Դավիթի մոտ ցույց եմ տալիս, որ նեղված չեմ, բայց այդպես չի։ Ես ամենալավն եմ հասկանում, թե ինչ է կատարվելու տատից հետո։ Հասկանում եմ, որ մի փոքր սխալը կարա հոդված լինի, իսկ հոդվածը տարիներ։ Իսկ այդ տարիները ես ուզում եմ Դավիթին սպասել որպես իր կին։ Մենք չենք բաժանվելու, չէ՞ տատ։ Ես չեմ ուզում, որ մենք ուրիշի հետ փորձենք մեր երջանկությունը գտնել։ Հաստատ ինքն էլ չի ուզում։ Գիտես ինչքան եմ երազել հարսանիքիդ մասին։ Գիտեմ, տատ։ Բայց ուզում եմ իմանաս, որ ես այդ օրը ամենաերջանիկն եմ լինելու։ Ուզում եմ, որ դու էլ երջանիկ լինես։ Ես երջանիկ եմ, որ դու ժպտում ես։ Թեկուզ եւ դրանից հետո արդյունքները խեղդում են քեզ։ Կարևորը որ ժպտում ես, ժպտա, բալես, ժպտա։ Դե, ուրեմն պատրաստվիր հարսանիքիս։ Որոշի թե ինչ ես հագնելու։ Ամեն ինչ պատրաստ է։ Մնում է միայն իմ զգեստը։ Տատ, ես ուզում եմ, որ այդ օրը ամենասիրունը դու լինես։ Բայց քեզ մի խնդրանք ունեմ։ Պապային ոչ մի բան չասես, լավ։ Դավիթ այսօր ուզում է գա իր հետ խոսի։ Ուղղակի ես, ինչպես միշտ, հենց տուն մտա վազեցի քո մոտ։ Ոնց ասես, բալես, ոնց ասես։ Ես հավատում եմ, որ երջանիկ եմ լինելու, տատ։ Վստահ եմ։ Հավատում ես, չէ՞։ Իհարկե հավատում եմ։ Քեզանից չի տանն ես։ Մամ ջան, տանն եմ մնում, դժգոհում ես, տանը չեմ էլի դժգոհում ես, հիմա ինչ անեմ կասես։ Ուղղակի քեզ այնպես պահի, որ ամեն արածիդ մեջ վատ բան չտեսնեմ։ Տես չեմ գոռում, չեմ նյարդայնանում, չեմ լացում, ընդամենը խնդրում եմ Ռավ, թող հանգիստ ապրենք։ Մամա։ Էլ մամա չի մնացել Ռավ։ Դու չես հասկանում, որ այս պատմությունը չի կարող գաղտնի մնալ։ Ես կբացեմ։ Բարև Ալլա։ Բարև Ռուբեն, ներս արի։ Եկել եմ, որ շատ կարևոր բանի մասին խոսենք։ Շատ կարևոր Ալլա։ Չեմ ուզում նախաբաններ ասեմ, չեմ ուզում հեռվից գամ։ Ուզում եմ, որ խոսենք համերաշխ ընտանիքի նման Ալլա։ Իրար վստահելով, իրար չխաբելով։ Հավատա հիմա այն պահն է հասունացել, որ մեզ մենակ այս տարբերակը կփրկի։ Այս մոտեցումը կփրկի։ Եթե հիմա էլ մենք իրար չվստահենք ու խաբենք, հավատա, ես չեմ կարողանալու ձեզ օգնել։ Ես արդեն հասկանում եմ դու ինչ ես պատրաստվում ասել ու… Ու այդ շատ լավ է։ Ռաֆը տանն է։ Տանն է։
Ոնց ես։ Ոնց պետք է լինեմ մտածմունքների մեջ։ Ես գիտեմ, որ հիմա ծանր վիճակում ես, բայց չեմ ուզում այնքան վատ տրամադրվես, որ լավի մասին չկարողանաս մտածել։ Դու պետք է ուժեղ լինես։ Ահա, գիտեմ, ինչ որ ստանդարտ խոսքեր եմ ասում, ծեծված խոսքեր եմ ասում, բայց չգիտեմ քեզ ոնց օգնեմ։ Չգիտեմ ինչ ասեմ։ Ոչ մի բան մի ասա։ Տանից հազիվ փախել եկել եմ մոտդ, որ չլսես ինձ։ Ոնց թե փախել ես։ Դե հա, ոնց հասկանում եմ հին ու բարի ժամանակները վերադառնում են։ Մաման չթողեց դուրս գամ, ես էլ իմ ճարը տեսա։ Բայց գիտեմ, որ հեսա տեսավ տանը չեմ, գնալու եմ տուն, զենքը ձեռքին դռան դիմաց սպասելու է ինձ։ Ինչ զենք։ Որ ասեմ թավան կհավատաս։ Ես քո մամայից ամեն ինչ էլ սպասում եմ։ Լավ առաջարկ ունեմ։ Ու առաջարկում եմ սուրճ խմենք։ Ու կխմենք կասեմ։ Եթե ինչ ես սուրճ պատրաստել դիտեմ, հանգիստ տեղի չես թունավորվի։ Բարև Ռաֆ։ Ոնց ես։ Լավ դու։ Իմ լավ լինելը քեզանից է կախված։ Այսինքն Ռուբեն, այս պահվածքդ ինձ դուրս չի գալիս, ու ես թույլ չեմ տա, որ դու հոգեբանորեն փորձես ազդել իմ տղայի վրա։ Ալա, ինչ ես խոսում։ Քեզ թվում է ես եկել եմ ստեղ Ռաֆից խոսք քաշելու համար։ Քեզ թվում է ես այնքան անճար եմ, որ պետքա հույսս դնեմ դերասանության վրա։ Ռաֆ, տղես։ Ես քո հետ հիմա ուզում եմ խոսամանենց, ոնց որ հերեդ կխոսեր, եթե ողջ լիներ։ Ես ուզում եմ մենք մեր մեջի լարվածությունը դնենք մի կողմ ու լինենք իրար հետ մաքսիմալ անկեղծ։ Ես հիմա քո հետ վարվում եմ նենց ոնց որ իմ սեփական տղու հետ կվարվեի Ռաֆ։ Եթե նույն խնդրի առաջ կանգնած լիներ։ Ռուբեն, մամա, հանգստացի մի խառնվի։ Ռուբեն հոպարը երբեք ինձ թշնամի չի եղել ու չի էլ լինի։ Դրա համար դու մտածելու բան չունես։ Ես շատ ուրախ եմ Ռուբեն հոպար, որ այսքան բանից հետո դու դեռ իմ կողքին ես։ Շատ ուրախ եմ։ Ու եթե քո մեջ ինչ-որ կասկածնելու հարցեր կան, պատրաստ եմ պատասխանել, որովհետև քեզ շատ հարգում եմ։ Ես էլ եմ շատ ուրախ, որ դու վերջապես կարծիքդ փոխել ես։ Դե ես էլ եմ մարդ, ես էլ եմ հասկանում մեկ-մեկ, որ սխալվել եմ։ ինչին ես պատրաստ պատասխանել տղա ջան։ Դու չես հասկանում, որ Ռուբենը եկել է, որ քեզ մեղադրի արտակի սպանության մեջ։ Դու չես կարող պատասխանել այն հարցերին, որոնց պատասխանները դու չգիտես։ Մամա, ասացի ես կպատասխանեմ բոլոր հարցերին։ Եթե Ռուբեն հոպարը ունի ինչ-որ կասկածներ, ես պատրաստ եմ մանրամասնել ու ասել ոնց է եղել իրականում։ Ռաֆ, ի՞նչն ես պատրաստ բացատրել։ Դու չես կարող բացատրել, ինքը քեզ ուզում է մեղադրի արտակի սպանության մեջ։ Ռուբեն, գնա իմ տնից։ Ալա, ինչի ես լարվել։ Դու ավելի շատ ես վախեցած, քան Ռաֆը։ Ում ընդամենը կասկածում եմ, ոչ թե մեղադրում, դրանք տարբեր բաներ են։ Ռուբեն, այդ բառերը փոխելիս իրավիճակը չի փոխվում։ Այսօր կասկածում ես, վաղը կմեղադրես։ Լավ, ես չեմ դու ես։ Ես էլ արտակի վերջին օրերի զանգերն են։ Նայ, որտեղ որ ամենաշատը Ռաֆն է զանգել, ամենաշատը։ Ինչքան գիտեմ, դու չէիր ճանաչում, չէ Ռաֆ արտակին, ամենայն դեպս տենց ասել էիր։
Հա, ասել եմ։ Ու խաբել եմ։ Մարիա աշխատանքի եմ, մի ժամից կզանգեմ, որ այդ ընթացքում մի բան լինի, չխառնվես իրար նորմալ է։ Մարիա աշխատանքի եմ, մի ժամից կզանգեմ, որ այդ ընթացքում մի բան լինի, չխառնվես իրար նորմալ է։ Այ որ միշտ իմանամ, թե որտեղ ես, այդ ժամանակ հանգիստ կլինեմ։ Ինձ հերիք չի իմանամ որտեղ ես։ Ուզում եմ միշտ կողքս լինես։ Փաստորեն խաբել ես։ Հա, խաբել եմ։ Տղա ջան։ Մամ, կսպասես։ Կարող եմ մի հատ ինձ լսեք, հետո շարունակենք։ Եթե նորմալ բան ունես ասելու, կլսենք։ Ես ոնց հասկանում եմ, արդեն խաբել ես մի անգամ։ Ռուբեն, բա ասում ես եկել ես հոր նման խոսելու։ Իսկ ինձ ինչի է թվում, որ դու եկել ես ու ուզում ես Ռաֆը խոստովանի այն, ինչը որ ինքը երբեք չի արել։ Ալա, դու ինչ ես իմ ամեն ասացի մեջ վատ բան տեսնում։ Ինչի ես լարում խոսակցությունը։ Հավատա, ես քեզանից շատ կուզենամ, որ Ռաֆը այդ սպանության հետ բոլորովին կապ չունենա։ Բայց ոնց որ Ռաֆը ասելու բան ունի։ Հա, ունեմ։ Ես հիմա ամեն ինչ կպատմեմ նենց ոնց որ եղել է։ Եթե դու ես մոտեցումով ես եկել մեր տուն ու հետս խոսում ես նենց ոնց որ հերես կխոսար, ես պարտավոր եմ ճիշտը ասել։ Հա, ես Արտակին ճանաչել եմ։ Մենք հաճախ ենք հեռախոսով խոսացել ու հանդիպել։ Ու ինչի համար։ Դա ես փորձում եի իրան աչքիս առաջ պահել, որ Մարիային հանկարծ չվնասի։ Հետևում էի ու այդ ընթացքում մտերմացանք, որ ավելի լավ կարողանամ կառավարել։ Հա, այնքան մտերմացաք, որ մեքենան որոշեցիք ջարդել, հա։ Չէ, այդ սկզբում ա եղել։ Ինքը Մարիայի հետ վատ ա վարվել այդ ժամանակ։ Ես էլ արել եմ այդ քայլը, բայց հետո խոստովանել եմ, որ ես եմ։ Ինքը ինձ լսել է, մենք խոսացել ենք ու հասկացել ենք իրար։ Շատ հանգիստ այդ թեման հարթվել է։ Արտակը վատ տղա չէր։ Ու ես իրան էլ էի հասկանում։ Կնոջ վիճակը լավ չէր, երեխուն փորձում էին խլել ձեռքներից։ Ու նորմալ է, որ այդքանից հետո պետք է կատաղեր։ Ինքը ինձնից օգնություն էր խնդրում։ Աղաչում էր, որ ամեն ինչ անեմ, որ Մարիանն այդ գործից հրաժարվի։ Ինքը իր տարիների չարչարանքը դրել է հենց այդ ամեն ինչի մեջ, որ երկրից գնան ու հանգիստ ապրեն։ Նույնիսկ փող էր հավաքել բնակարանի համար, որ իր ընտանիքին կարողանա ամեն ինչով ապահովի։ Հետո։ Դե հետո ես որոշեցի, որ կարելի է իրան օգնել, որովհետև տենց համ Մարիային գազատեի այդ գլխացավանքից, համ էլ այդ տղու կյանքը չէր կործանվի։ Ռաֆ, ինձ չի թվում, որ դու այդքան խղճով մարդ ես։ Ասածս որպես վիրավորանք մի ընդունի։ Դու չէիր կարող Արտակի կյանքի մասին այդքան մտածեիր։ Դու հաստատ ինչ-որ շահ ես ունեցել, ճիշտ եմ։ Իմ շահը մենակ Մարիայի հանգստությունն է եղել։ Ես ամեն ինչ արել եմ, որ իրան օգնեմ։ Ամեն ինչ։ Ու դու լավ գիտես, Ռուբեն Հոպար, որ ինչքան էլ ես Մարիայի հանդեպ լարված լինեմ, մեկ է, ես միշտ պատրաստ եմ կյանքս էլ տամ իր համար։ Հուսով եմ դրա վրա չես կասկածում։ Ինքը ասում էր, որ ամեն ինչի պատրաստ է իր ընտանիքը փրկելու համար։ Ոնց ասեմ, որ հասկանաս, այդ պահին Մարիան իր համար թշնամի էր։ Ու այս տարբերակով էր հնարավոր հարցը հանգիստ լուծել։ Ինձ հաջողվել է Արտակին հեռու պահել Մարիայից, ու այդ արել եմ լավ ձևով։ Էլի եմ ասում, ես այդ սպանության հետ կապ չունեմ։ Հա, մեքենան կոտրել եմ, բայց մենք խոսացել ենք այդ մասին։ Ինքը իմացել է ու հարթվել է ամեն ինչ։ Այդքան բան։ Այդ ամեն ինչից հետո նույնիսկ ինքը ինձ զանգում էր, ասում էր, որ Դավիթի հետ ինչ-որ խնդիրներ ունի, որ օգնեմ իրան, բայց ես ասել եմ, որ հեռու մնա։ Ես գնացել եկել եմ Արտակի տուն։
Իր կնոջն էլ այդ պատմությունն էլ շատ լավ գիտեմ ու ամեն ինչից տեղյակ եմ։ Այդ մարդիկ ընդամենը ուզում էին հանգիստ ապրել։ Բա որ այդքան խղճով տղա ես։ Այդ մի մատ երախու մասին ինչի՞ չես մտածել։ Դու գիտեիր, չէ՞ Մարիանում համար է պայքարում։ Մոռանում ես այդ մի մատ երախուն ու այդ փաստը անտեսում ես։ Չէ, չեմ անտեսում։ Ես նկատել եմ, որ ինքը երախուն շատ է սիրում ու Մարիան անտեղի իրեն գլխացավանքի տակ է դրել։ Ընդամենը փորձել եմ օգնել, վատ բան եմ արել։ Ու ես ինչի պետք է հավատամ ես քո ասածներին։ Գիտես չէ, նորը գործնական քննության էի։ Նենց էի վախեցել։ Ինչի։ Դե իրական հիվանդի հետ գործ ունեի։ Հիվանդին պետքա պատրաստեի վիրահատման ու ներարկման պահին վատանում է։ Ու այդ պահին ես խառնվում եմ իրար, ասեղը ձեռքիցս ընկնում է։ Լավ, այդ պահին բժիշկը այդտեղ էր, թե չէ ես էի պարկելու այդ հիվանդի կողքը։ Բայց դու ապակա բժշկուհի ես։ Պետք չի, որ այդ վախերը ունենաս։ Դե հա, այդքանը ես էլ եմ հասկանում ու փորձում եմ իմ վրա աշխատել, որովհետև ղեկավարս էլ է բարկանում։ Ինչ անեմ քո համար։ Վիրահատություններ նայենք։ Չէ, ուղղակի կողքս եղի ու այդքան մտամոլոր մի եղի։ Լավա տեսեղի։ Իմ ցանկությունը մենակ էդ է, որ հետո միասին ապրենք։ Ոնց է լինելու։ Որ ամուսնանանք էլի։ Որ ամուսնացանք, երեխաներ ունեցանք, խնդիրները ավելի աշատանալու։ Այդ ժամանակ ինչ ես անելու։ Ինձ գոնե հույս տաս էլի նստելու ես ու վատ բաների մասին մտածես։ Այդ ուր խորացար։ Մտածում եմ էլի։ Ոնց հասկացա դու Կիկոսի մահը շատ ես սիրում։ Հա, քո ասածները կլինեն։ Արի բաժակդ նայեմ, տեսնեմ երբ կլինի։ Սիրտ եմ տեսնում։ Այդ սրտի մեջ մի հատ մեծ լտար եմ տեսնում։ Դե չգիտեմ ով է, բայց ինքը քո համար խելագարվում է։ Քո համար ամեն ինչ պատրաստ է անի։ Դու որ չլիներ, ես ինչ էի անելու։ Ասեմ, թթված դեմքով նստած էիր լինելու։ Ես գիտեի, որ չես հավատալու ու դրա լուծումն եմ մտածել։ Ալո։ Սոֆիա, բարև, ոնց ես։ Բարև, լավ, դու ոնց ես։ Լավ, կարանք այսօր հանդիպենք։ Ինչի համար։ Շատ կարևոր խոսալու բան կա։ Եթե հարմար է։ Ուղղակի պետք է երեխուն հասկանամ ու մոտ եմ թողնում։ Հա։ Հեսա քեզ հասցենք ուղարկեմ, եթե հարմար է կես ժամից հանդիպենք։ Լավ, դե եթե կարևոր է, հա հարմար է, կգամ։ Հիմա միասին կգնանք ու դու քո ականջներով կլսես ամեն ինչ։ Կհասկանաս, որ ես քեզ չեմ խաբում։ Ու կասկածներդ կվերանան։ Ես այդ մարդկանց հետ իրոք մտերիմ եմ եղել ու փորձել եմ իրանց օգնել Մարիային էլ վտանգից հեռու պահել։ Հա կարող է այս ամեն ինչը Մարիայի սրտով չլիներ, բայց իմ համար միշտ կարևոր է եղել իր անվտանգությունը։ Ես էլ այս ձևով եմ լուծումը գտել։ Մի տեսակ շատ հանգիստ ես։ Տարօրինակ է։ Հանգիստ եմ, որովհետև սպանության հետ ընդհանրապես կապ չունեմ։ Ես այս ամեն ինչը հավատա քեզ չէի բացատրի, չէի մանրանա ու այսքան բաց չէի խոսի, եթե իմ համար կարևոր չլիներ իմ անվան հարցը։ Դրա համար ես իմ ամեն ինչի պատրաստ եմ։ Լվացվեմ գամ ու գնանք։ Առանձնանում ես, որ Սոֆիային ասես ինչ ասի։
Այս հեռախոսս, այս էլ մեքենայի բանալին։ Երկրորդ հեռախոս պահելու սովորություն չունեմ։ Եթե ուզում ես կարաս գրպանները ստուգես, որ վստահ լինես։ Իսկ եթե չէ գնամ գամ։ Ես գիտեմ, որ այն ինչ պատրաստվում եմ հիմա քեզ ասել, քո համար կարող է տարօրինակ լինի, բայց խնդրում եմ շատ երկար մտածես, նոր պատասխանես։ Սոֆիա, ինձ քո օգնությունն է պետք։ Դու պետք է ինձ օգնես, որ այդ Դավիթը հայտնվի բանտում ու պատասխան տա Արտակի սպանության համար։ Ես քեզ չեմ ճանաչում։ Ինչի պետք է ես քեզ օգնեմ։ Դավիթը համ քո թշնամին է, համ էլ իմ։ Դրա համար դու պետք է ինձ օգնես, որ ինքը Արտակի սպանության համար պատասխան տա։ Ուզում ես, չէ՞։ Ես դրա համար ամեն ինչ անում եմ։ Ահա, ես էլ իմ օգնությունն եմ քեզ առաջարկում, վատա։ Ու ինչ պետք է անեմ։ Հավատա, շատ քիչ բան։ Ընդհանրապես պետք է հարգեղած դեպքում ասես, որ ինձ ճանաչում ես ու դու էլ Արտակն էլ իմ հետ շատ լավ հարաբերությունների մեջ եք եղել։ Մի տեսակ շատ տարօրինակ բան ես խնդրում։ Ինչի՞ դա այդ պետք։ Այդ պետք է նրա համար, որ Դավիթը շատ ավելի շուտ հայտնվի բանտում, քան դու պատկերացնում ես։ Ընդհանրապես ինձ օգնում ես, ու մենք հասնում ենք դրան։ Ես էլ քեզ եմ օգնում։ Միայնակ կին ես, երեխա ես պահում։ Ես էլ վատ հնարավորություններ չունեմ։ Այնպես է, որ վստահ չեմ, կարող է ընդհանրապես կարիք չլինի, բայց ամեն դեպքում պետք էր, որ ընդհանուր հայտարարի գանք։ Ռուբեն, ես քեզանից շատ նեղացած եմ։ Դու ոչ իմ խոսքին ես հավատում, ոչ էլ իմ երեխու, բայց ոչինչ։ Ռաֆը շուտով կապացուցի։ Կկրկնվեմ, եթե ասեմ, բայց ամեն դեպքում ասեմ։ Ես քեզանից շատ կուրախանամ, եթե Ռաֆը այդ սպանության հետ բոլորովին կապ չունենա ալլա։ Աշոտի մահից հետո շատ բան փոխվեց, Ռուբեն։ Ու ես չէի պատկերացնի, որ քո վերաբերմունքն էլ կփոխվի ու դու կփոխվես։ Ու դու իմ տան դուռը հարազատի նման չես բացում, այլ ոստիկանի, ով մեղադրում է իմ երեխուն։ Ոչ ես եմ փոխվել, ոչ էլ իմ վերաբերմունքը։ Իսկ ինչ վերաբերվում է կասկածներին, ես այդ անում եմ Ռաֆի համար, որովհետև վաղը մյուս օրը ավելի մեծ խնդիրների առաջ է կանգնելու։ Իսկ ես դա չեմ ուզում։ Ես ուզում եմ իմ կասկածները հերքվեն, բայց ապացույցներով։ Իմ երեխան Ռուբեն մարդասպան չի։ Ու ես քեզ խորհուրդ կտամ, որ Փեսայիդ կողքին կանգնես, որովհետև ոնց երևում է, ինքը ավելի շատ ունի հարազատության կարիք։ Ես կփորձեմ նենց անել, իբր չլսեցի քո ասածները, որովհետև եթե պատասխանեմ քեզ ալա, շատ ցավոտ կլինի։ Իսկ ես գիտակցում եմ, որ գտնվում եմ ընկերոջս տանը։ Ես պատրաստ եմ, կարան գնանք։ Գնացինք։ Դուրս կգաս։ Բարև։ Բարև ձեզ։ Երեխան ո՞նց է Սոֆիա։ Լավ։ Լավ, երևի ծանոթացնեմ ձեզ։
Էս ինչի ներս չես գալիս։ Դե երեկոյան կգամ, պայմանավորվել ենք, չէ, որ պիտի կամ պապայիդ հետ մեր ամուսնության մասին խոսանք։ Կզանգեմ, տեսնեմ երբ հարմար կլինի, տանը կլինի կգամ։ Բա ինչ ես սենց լուրջ խոսում։ Մարիա, դրանից առաջ մենք շատ կարևոր խոսակցություն ունենք, շատ լուրջ թեմա է ու կարևոր քայլ համ իմ համար համ քո ու ես չեմ ուզում որ դրան մատների արանքով նայենք։ Փոշմանել ես։ Գժվել ես, Մարիա։ Բա ինչ։ Լավ, արի իմ հետ հարմար տեղ գնանք խոսանք։ Մի հատ շոր հագնեմ ու գամ, լավ։ Ռուբենն է, Սոֆիա ջան, ինձ շատ հարազատ մարդ է։ Կարելի ասել հոպարս է ու համել Մարիայի պապան է։ Դե Սոֆիային էլ Ռուբեն հոպար արդեն գիտես, Արտակի կինն է։ Կստամ, եթե ասեմ ուրախ եմ, որովհետև Մարիայի հետ կապված ամեն բան ինձ տհաճ է։ Դրա համար կլռեմ ուղղակի։ Սոֆիա պետք չի անիմաստ լարվածություն մտցնել, մանավանդ որ ասեցի, թե ով է Ռուբեն հոպարը իմ համար։ Ու համել Մարիան ընդամենը իր գործն է արել։ Հանգստացի Ռաֆ։ Ես հասկանում եմ մարդու անհանգստությունը։ Իր համար դեռ շատ բան պարզ չի։ Բայց շուտով ամեն ինչ պարզ կլինի։ Ինչով ես զբաղվում։ Ես հիշում եմ, որ քեզ պետք է օգնեի գործ գտնել, ուղղակի այս վերջի շրջանում գլուխս մի քիչ խառն էր, բայց անպայման կօգնեմ, կզբաղվեմ այդ հարցով։ Շատ շնորհակալ կլինեմ, որովհետև գոյությունս ապահովելու համար ինձ աշխատանք է պետք։ Երբ Արտակը կար, ես նման բաների մասին չէի մտածում։ Արտակը ամեն ինչով ապահովում էր մեզ։ Բայց հիմա ինձ պետք է գումար աշխատել, որ կարողանամ երեխուս պահեմ։ Նվերի մոտ է երեխան։ Ոնց երեխան նվերի մոտ է։ Երեխան մի ամիս է նվերի մոտ է։ Ու դու չգիտես դրա մասին։ Շատ հետաքրքիր է։ Ես ուղղակի հետևում եմ այդ գործին, դրա համար եմ տեղյակ։ Տենց է ստացվել։